Բարև ձեզ, Վարդան Վարդանյան, մարտի 9-ը, այսօր մի երկու հարցի եմ պատասխանել լսողներից, առաջի հարցը, ինչքան շանս կա, որ այս Իրանի պատերազմի հետևանքով, ուրեմն Իրանը փլուզվի կամ քայքայվի եւ իրանական Ադրբեջանը անջատվի եւ մտնի Ալիևյան Ադրբեջանի կազմը, այդպիսով շրջապակի կամ անկախանա եւ այդպիսով երկու պետություններով շրջապակեն Հայաստան լրիվ եւ Հայաստանը կտրվի Իրանից զերո շանս կա պատասխանը դա չկա տենց հնարավորություն ոչ մեկ չի ուզում որ Իրանը բաժանվի մասերի սկսենք դրանից երկրորդ Իրանի Ադրբեջան շրջանը կոչենք այդ հյուսիսը իրան չի տեսնում որպես առանձին կուլտուրա, առանձին ազգ, դա քուրդերը չեն իրանք, որ պետք է բաժանվենք, էլ չեմ ասում, որ բաժանվենք ու մտնենք Ադրբեջանի կազմը, այդ լրիվ անհնարին բան է, այդ ոնց կարող է ինչ-որ 20-30 միլիոն ադրբեջանցիները Իրանից վերցնեն ու գնան ինչ-որ թղթի վրա 9 միլիոնանոց Ալիևյան Ադրբեջանի մեջ մտնեն։ Եթե ինչ-որ բան պետք է լինի, հակառակը պետք է Ալիևյան Ադրբեջանը գա մտնի Իրանի կազմի մեջ, որտեղ ընդեղից է դուրս եկել, չէ՞։ Իրանից են ռուսները գրավել։ Եվ այդպես էլ իրանք տեսնում են այդ այսօրվա Ադրբեջանը որպես Իրանի կորցրած հողեր, ասենք, իրենց հյուսային Իրանը դա։ Եվ ոչ մի դեպքում չեն հանդուրժի այդպեսի բան, ոնց որ ասեք Թուրքիան չի հանդուրժի, որ եւ Պարս հայտարարում է, որ անկախ Քուրդիստան լինի։ Իսկ եթե Քուրդիստան ստեղծեն Իրաքում կամ Սիրիայում կամ արդեն Թուրքիան պետք է անպայման կխառնվի եւ թույլ չի տա որպեսի որևէ անկախ երկիր լել չեմ ասում հանգարց այդ եթե տեսել եք քրդական քարտեզները իրանք ամբողջ բանով Ֆարսով եսի չիմանամ սաղ Քուրդիստան պիտի լինի այդ անարին գործա նույն բանը Իրանը չի թույլ տա որ անջատվի էլ չեմ ասում գնան ինչ-որ ուրիշ պետության մեջ մտնի կամ դառնա ուրիշ պետության խաղարկող ինչ-որ մի մաս, որ այո, ես նախ թուրք մի հատ ադմիրալ կան վերլուծություններ դնում իր ախերքում Իրանը դա թուրքական պետություն է եւ այնտեղ թուրքախոսները շատ են իր ասելով բնակչության կեսը համարյա թուրքախոս է հեսա մի հատ sense մատը ստղծնենք ուրեմն սա գալու է մտնի Թուրքիայի մեջ երազա տեսել դες բանում մտքի մեջ ոչ մի թուրքախոս ասին իրանցի չի համարում իրան թուրք սկսենք դրանից Արաբել եւս ինչ որ Ալիևյան ադրբեջանցի դա ծիծաղելի բան ասեցիք հա այդտենց չի այդ Ալիևը կարող է այնտեղ երբ որ չի իր ժողովրդի թուրքերեն խոսում իբրև թե Թուրքիայում ոչ մեկը չի հասկանում ինչ են ասում ոչ կրանքով են իրանք թուրք ոչ մի բանով բայց նա հայտարարել է որ մի ժողովուրդ երկու պետություն ենք մենք այդ ինչ կարծում եք Պարսկաստանի Ադրբեջանն իրանք համարում են որ իրանք էլ մի պետություն են հա Թուրքիայի հետ կամ նույն ժողովուրդն են Թուրքիայի հետ ոչ այդտենց չի դա լինելու բան չի իհարկե իդեպ այդ էլ ասեմ ձեզ որ Պարսկաստանում բոլորը հասկանում են որ շահը որին հիմա կանչում են հետ ինքը ադրբեջանական ծագում ունի այս տղեժարանգ ասենք հա ինչից սկսենք իր պապը բեն առաջին Ռեզան որը Փահլավի դինաստիան ստեղծեց կամ ստեղծեցին իր համար ինքը ծմել էր ինչ-որ Մազանդարանում էլ Կասպիցովի հարավ արևելյան մասնա դեպի Թուրքմենստան ընդեղ ծմել եւ իր մայրը այս առաջի շահի մասն եմ խոսում այնտեղ ինչ-որ Կովկասից էր ասում են վրացական ինչ-որ կամ այդ կողմերից ծագում ունի ինքը իր տղան արդեն այս վերջի շահը որը մահացավ հեղափոխությունից հետո իր մայրը Բաքվում ծնված ադրբեջանցի էր, պարսկական ադրբեջանցի էր, բայց այդքանով հանդերձ ինքը իրան չէր համարում սովետական
ադրբեջանցի էլ երբեք դա չէր կարող լինել եւ շահի գինդառներ դա բնականաբար չէր լինելու այդպես բան ուրիշ խոսքով Իրանում չեն նայում իրանական Ադրբեջանը որպես ինչ որ օտար կամ ուրիշ պետության մաս կամ կուլտուրա այդ բանը գոյություն չունի այնտեղ իզուր Ալիևը հույսեր թող չունենա բայց ինքը որպես պատասխանատու ղեկավար բոլոր նույնիսկ անհավանական բաներին պատրաստվում է ճիշտ բառերը ասում է եւ այլ այդ հասկանալի է այդ բան չես կարա փախցնես եւ վերջապես այդ մամաներ ուրեմն այդ մահացած շահի որ բախվում էր ծվել իսկ իր կինը այսինքն այսօրվա թագաժառանգի մայրը Ֆարա Փահլավին վերջի թակուին ասենք նույնպես իրանական Ադրբեջանի ցակում ունի իր հոր կողմից մայրը չեն կալիակ են ասում չեն ասում այդ ցակում ունի բայց հոր կողմից էլ Ադրբեջանը հիմա եթե այդպես նայես այսօրվա շահը եթե հետ գնաց ինքը Ադրբեջանը ցակում ինչ ինքը պիտի ասի հա ես պարսիկ չեմ ես բան չեմ իրանցի չեմ պիտի գնամ ինչ որ հողից կեսը տամ Ադրբեջան Ալիևին հա կամ ինքն էլ գնա անգնի Ալիևի Իլհամի Կիև իր կնոջ արչև ծունկերի վրա իր թագը հանձնի իրան ասի դու դառի մեր սուլթանը այդ ոնց է պատկերացնում այդպես բան չի լինելու այդպես Իրանը այդպես չի նայում այս հարցին ոնց որ այդ վախը տարածողները ռուսներն են մեկ էլ ցակ մեկնաբաններ այդպես բան չկա եւ համենայն դեպս ես ասում եմ որ պարզապես որ բանը լինի խնդիր չդառնա որևէ մեկի մեջ չասեմ նաեւ ոչ ամերիկան թույլ կտա այդպես բան ոչ եվրոպան թույլ կտա այդպեսի բան եւ ընդհանրապես ով այդտեղ չեն ուզում սկի մի հատ զանգեզուր տան իրանց որ հանգարտ չկապնվի Թուրքիան ուղիղ գծով դեպի Կասպից ծով եւ դեպի կենտրոնական Ասիա հանգարտ վերցնեն համաձայնում են որ ամբողջ Իրանի հյուսիսը պետք է անցնի ինչ որ Ալիևի հետ կապված կամ ինչ որ թուրքական առանձին պետություն դառնա ինչ ֆանտաստիկ ինչ որ բաներ հա ասենց ու կարելի է ֆանտազիաների մեջ ապրել ոչ մեկին չի արգելում բայց դա ոչինչ այդ բանը թող գնա այդ ռուսների ճաշակը այսինքն նախորժակը այնտեղ մի բան հաստատել է միշտ եղել է բարձր այդ գրավելուց հետո արաքսը դարձեցին սահմանը իրանց միջև բայց դա բան չի իրանք միշտ էլ փորձում են այնտեղ մի բան գրավել դե Ալիևն էլ ոնց որ իրան համարում է ես ինչով եմ պակաս հա 41 թվականին 1900 պատերազմի ժամանակ սովետական միությունը ներխուժեց Իրան հյուսիսը վերցրեց այդ իրանական Ադրբեջանը արդեն Ադրբեջանը ստեղծել էր այնտեղից վերցնելու համար էս էլ իբրև թե պատճառն էր որ այդ լենդ-լիզը ամերիկյան օգնությունը որ գալիս էր այդ մեռնատարներով բաներով Հայաստանով անցնում էր գնում էր սովետական միություն դեպի որպեսի ապահովենք այդ ճանապարհը դրա համար պետք է մենք այնտեղ լինենք անգլիացիներն հարավից էին պաշտպանում այդ տերիտորիան վերցրել սովետական միությունը հյուսիս բայց այդ պատերազմից հետո անգլիացիք դուրս եկան իսկ ստայլը չէր ուզում դուրս գար վերջապես այնտեղ եմ դպրոցներ ունեին ռուսերեն խոսած ռուսական եւ այլ ամեն տեսակ ձևով պահում էր հետո ինչ եղավ հետևանք եղավ որ ամերիկան ասաց ժամանակն է գնա արդեն պայմանագիրը վերջացավ պատերազմը վերջացել է դու ստե գործ չունես եւ քանի որ ամերիկան ուներ միջուկային զենքի Ստալինը չուներ 46 թվականին կսուսկացավ դուրս այսինքն ախորժակը կար իհարկե բայց դա չի նշանակում որ Իրանում այդպիսի ախորժակներ կան կամ ցանկություններ կան կամ մոլաներ լինեն կամ թե չէ բաները որ էլի ադրբեջանական ցակումներ այաթոլլան ասենք թե կամ թե չէ շահը մի խոսքով չի լինել այդպես բան անհնարին գործ է այդ պետք չի դրան մասին նույնիսկ մտածել եւ վախենալ կամ ինչ որ հաշիվներ անել որ թե ինչպես կլինի եւ այլ այս բան չի հաջորդ հարցը որ կար ուզում եք պատասխանեմ դա այնա թե ինչի են ամերիկացիների հիմա ռմբակոծում ուրեմն այս նավթա մշակման գործարանների Իրանում եւ նավթը լցնող տանկերների մեջ այդ դեպոները որտեղ գալիս են այդ ինչի են խփում դրանք եթե տեսնում եք որ նավթի գինը բարձրացել արդեն բարձրացել էր
Հիմա ընդհանրապես սկսել է թռապել եւ $100 անցավ բեռելը։ Մի քանի, ասենք, երկու շաբաթ առաջ այնտեղ ընդամենը ինչքան էր $60 ինչ էր, հիմա ասին ահագին ավելացավ։ Սա հսկայական տարբերություն է անում, բայց պատասխանը էս է, որ արդեն Իրանը կանգնացրել է նավթի հոսքը։ Եվ իհարկե ոչ թե ինքը իր նավթի հոսքն էր ուզում կանգնացնել, որտեղ իրան փող պետք է, բայց Ամերիկայի վրա ճնշում դնելու համար կարաբական նավթը չէր ուզում նույնից գնա, ասում էր, որ նեղուցով ոչ մի բան չանցնի, ես կխփեմ։ Եվ ամեն ինչ կանգնեց այդ սպառնալիքի տակ, եւ որպես դեմոնստրացիա, այսպես ասած, մի հատ էլ տանկեր խփեց, հետո բարձվեց, որ տանկերը իրանցն էր, Հիմա չէին իմանում խփեցին, թե իմանալով իրանցը խփեցին, որ ավելի ուրիշ բան չստեղծվի, այդ ուրիշ հարց, բայց ահա, եւ որ դիտի նավթը չգնա արաբական, պետք է կանգնի, ինչու պետք է թույլ տա Ամերիկան, որ իրանական նավթը դուրս գա այնտեղից ու գնա Չինաստանին էժան նավթ վաճառվի։ Ինչ լոգիկա է դա պետք է լինի։ Ինքը հակառակը Վենեսուելան խփեց, որպեսզի վենեսուելական նավթը չգնա Չինաստան, էժան նավթ էր աստորեն։ Հիմա ինչ նպատակ կա այստեղ, թողնես իրանականը գնա, հա, շնորհակալ դառնանց նա շուրգան ավելի շատ ռուսական կառնեն, բայց դրա վրա էլ սանկցիաներ կան, մի խոսքով դա էլ է սահմանափակվում։ Գաղափարը այստեղ եւ միանգամից ոչ միայն Չինաստանին բանանել է, սահմանափակել է իրանց նավթը, թանկացնենք, ասենք, թե թող նորմալ շուկայական գներով առնի արաբներից, ասենք, կամ չառնի, ոնց որ ես պիտի $100 վճարեմ բեռելին, դու էլ վճարի $100, հա, այս ձևով։ Եթե ուզում ես օգնես Ռուսաստանին ու Իրանին, դե գինը վճարի։ Բայց նաև այստեղ բարձա որ ուզում եմ Պարսկաստանի հնարավորությունները ավելի փոքրացնի առանց ռազմական միջոցներ գործածելու, այսինքն առանց զինվորներ ցամաքային ուժեր հանելու Պարսկաստանը, այդ բանը չի ուզում անի։ Եվ բարձա որ չի լինելու այդպես թույլ տա որ միայն Պարսկաստանը, միայն Չինաստանը օգտվի այս բոլոր բաներից, հա, այդ զենքը ծախի եւ Իրանին եւ Ռուսաստանին եւ երկուսից էլ էժան նավթ ստանա։ Ասում չէ, այդպես չի լինելու։ Երբ որ խելքի կգաս ամեն ինչ լավ կլինի կվերջանա, այն ժամանակ մենք ամեն ինչ կսարքենք, տեղը կգա, խոսքով նոր տեխնոլոգիա է պետք կոնոթին anyway։ Խոսքով գաղափարը սա է, այսինքն եւ այս գաղափարի մեջ ասեմ հասկանալու համար այս կոալիցիայի այս քայլեր ինչի համար է կատարվում դա։ Հիմա դա է բացատրում, թե ինչա Թրամփի գլխի մեջ կատարվում։ Եվ Թրամփին ասին, բայց ախր բենզինի գինը աճում է մեր մոտ։ Ասեց, աճում է ճիշտ է, ոչ մի չեմ կարող անել։ Հիմա էս է վիճակը։ Ոնց որ։ Հետևանքն եղավ, որ շուկայում էլ թռավ ամեն ինչը, գները բարձրացան։ Այսին գները ընկան այդ stock market-ին, մոտ $6 տրիլիոն կորցրեց stock market-ը։ Մի երկու օրվա ընթացքում փաստորեն եւ դա իհարկե խփում է հենց Թրամփի հարուստ հետևորդներին կամ իրան պաշտպանողներին, ֆինանսավորողներին եւ այլն, որտեղ որ իրենց փողը դոշակի տակ չեն պահում, բարձրավոր դրած են կամպանիների մեջ ինվեստիցիաների ձևով, հիմա եթե արժեքը ընկնում է այդ կամպանիների, ուրեմն իրանք են կորցնում այստեղ առաջին հերթին, ես դրանք կողջեն, իսկ ժողովուրդն էլ կողջի, որովհետեւ բենզինի թանկարժան շարժումը նաեւ ինֆլյացիան գնաճ լինելու, որտեղ բենզինի գնից կախված է համարյա ամեն ինչ, հա, այդ այսինքն նավթի գնից հետ կապված ամեն ինչ, տրանսպորտից սկսած եւ այլն։ Եվ այդ իմաստով նորից բոլորովին լավ չի իր համար, Թրամփի համար եմ խոսում ես վարքյալի, որ բայց ճար չունի, ընկելա մեջ ուտի քաշի եւ ամեն կերպ իրան ուզում են համոզեն ինչ որ մարդիկ, որ այնտեղ զորքեր հանենք Պարսկաստան հարցերը լուծելու համար, ինքը դեռ չի ամուսել, դեռ չի ասել, բայց տեսնենք։ Իսկ բոլորովին դեմ եմ դրանի դեպ ասեմ, որ հիմարություն կլինի, վերջին ամենակրիտինիզմ կլինի։ Ստեղից ուրիշով է օգտվում այս վիճակում, դե Ալիևն այնտեղ մեջտեղ ընկել, այդ զորքերը, որ սահման տարել էր, ոչ թե որտեղ Պարսկաստան մտնելու, այնտեղ Ամերիկան ավախենում մտնի, պիտի ինքը դուրս գա, այնտեղ մտնի, այնտեղ Պարսկաստան։ Բայց դե ուզում ասի, ես էլ ձեր հետ եմ էլի, տես Ամերիկա եւ Իսրայել, ես ձեր լավ դաշնակիցն եմ բան sense, այս ծևի։ Իրան քիչ ցույց տալու համար բաներ անում, բայց դա էլի ոչ ման չի նշանակում, չի մտնելու այնտեղ։
էլի չեմ ուզում կրկնեմ ինչ վերաբերում է բանին դա ստեղ այս վերջին նորությունով ես երեք ասում էի որ Լարենջանին ալինելու հաջորդ այաթոլլան ոչ թե նախկինի որդին բայց հայտարարեցին որ որդին է չէ ընտրված քիչ կասկածում եմ դեռևս լրիվ համոզված չեմ որ տենց է որովհետև ոչ միտեղ իրան լայվ չեն ցույց տալիս ոչ նկարներն են նոր հին նկարներ են ոչ վիդեոներն են նոր այնտեղ ինչ որ իր ընտրության հետ կապված տոնակատարություն էին կազմակերպել դրոշակներով բաներով փոստերում կամ բան ոչ միտեղ ինքը դուրս չեկա ոչ մի ճարճ չասեց նույնիսկ վիդեո չտրեց ինչ Բեն Լադենը ինչ որ քարայրներից վիդեոներ էր դնում այս մարդը նստած իր երկրում չի կարող մի հատ վիդեո դնի ասի որ մենք կկռվենք մինչև վերջ կամ չգիտեմ ինչ բան թող ասել հա ես ընտրվել եմ ես իմ հոր արժանավոր որդին եմ այդպես մի բան ոչ մի բան չասեց չկա երևի ոնց որ ռուսը կասի տավարնի վիճ չունի ասում եմ կամ շատ վախենում ասեն վիրավոր մեր եւ կամ պարսիկները շատ խորամանկություն են անում սրան են ասում որ սրա վրա կենտրոնանան փորձեն սպանել իսկ իրականը ասեն ողջ մնա գախնի մնա Տրամպը հայտարարեց որ առանց իմ հավանության նշանակվել ուրեմն երկար չի դիմանա տեսնեք ասում պարս սպառնալիք էր սա բայց դա իրական սպառնալիք է դրա եմ ասում քիչ կասկածում եմ որ իրանք այտենց ուրախ միանգամից կհայտարարեին էլի լինելով խելացի մարդիկ համենայն դեպս այս էլ վերջի բան որպես հարցերի մեջ չէր մտնում բայց որպես վերջի զարգացում լավ այսօր ես շատ չտարածվեմ այլևս այս երկու հարցին էի պատասխանում եթե հարցեր կան էլի ինձ գրեք Ես մեկ հարցերին անձնապես եմ պատասխանում, ով որ ինձ գրել է այդ կոմենտների մեջ, հա, ինչ որ վիդեոյի վերջում։ Բայց մեկ եթե կարծում եմ, որ ասենք այսպես օրինակ ավելի շատերին կարող է հետաքրքրում է, վիդեո կարող եմ անեմ եւ այդպեսով պատասխանեմ հարցին։ Երևի ավելի լավ է ես վիդեոներով պատասխանեմ, քան թե երկար տպեմ ինչ որ կոմենտների մեջ հետևաբար ավելի լավ է այդ ձևաչափ ընդունենք։ Լավ, այսօր էսքան, ուրեմն մարտի 9-ներ, Վարդան Վարդանյան, VV Jokes, բաժանորդագրվեք, լայքեր դրեք, միշտ հաջորդ վիդեո։